Քանի որ ուղիղ եթեր ձևաչափ է սիրելի հայրենակիցներ, ավանդաբար խորհրդարանական քարոզարից հետո տեղի են ունենում խորհրդարանական խմբակցությունների բրիֆինգները եւ խմբակցությունները պարտավորեն պատասխանել նաեւ լրագրողներին հուզերով հարցերին։ Բայց հաշվի առնելով, որ այսօր մայիսի 8-ն է, գայթակղությունս մեծ է հենց առաջին իսկ խոսքով շնորհավորել մեր հայրենակիցներին եռատոնի, վիրավոր եռատոնի առիթով, հույս ունենալով, որ ի վերջո մեր երկիրը ներսից կազատագրվի եւ մեր երկրի ներսից իրական ազատագրումը մի օր կբերի ամբողջական ազատագրման։ Բայց հաշվի առնելով, որ այսօր նաեւ քարոզարշավի մեկնարկ է, բոլոր ընտրությունների մասնակից կուսակցությունները զբաղված են ընտրարշավով, բնականաբար որպես հին հեռուստատեսության աշխատած մարդ հասկանում եմ, որ բոլոր ռեսուրսները, լրատվամիջոցներն ուղղել են քարոզարշավին։ Դրա համար այսօր, այսպես ասեմ, բրիֆինգը տեղի չի ունենա, բայց քանի որ եթերում ենք, ես կուզեմ մի Factor TV ներկայ լավ, լսենք Անին, հետո Factor, Պարոն Մանուկյան, երեկ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենք չեն մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին եւ պատճառաբանեց քարոզարշավով։ Նախ ինչպես կմեկնաբանեք, որ քարոզարշավի պատճառով Հայաստանի ղեկավարությունից ըստ երևույթին Փաշինյանի ասացից այդպես հասկացվեց, որ որևէ մեկը ներկա չի լինելու։ Արդյոք սա ավելի չի լարի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, թեև նշեմ, որ առաջին անգամը չէ, որ Փաշինյանը չի մասնակցելու շքերթին։ Գիտեք, դպրոցներում երեխաներ կային, չէ՞, փորս է ցավում, չգիտեմ, էս է եղել, այն է եղել, ու այդպես բարբերաբար դասերից բացակայում են։ Երկիր մեդիայում աշխատելու ժամանակ մի լրագրող ունեի, որը կարծեմ 8-րդ անգամ տատի հուղարկավորությանը մասնակցելուց հետո խնդրեցի իր տատիների ցանկը տա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող ասել, օրինակ կորոնավիրուս է վարակվել մի օրով, երկու օրով, եւ այդպես պլստար մայիսին չգնա։ Լուր չի, ցավոք սրտի, եթե Փաշինյան ընտանիքի ներկայացուցիչ է ինքը լիներ, գլուխը քարի, ինչ ուզում էին, թող ընտանիքում անային, բայց ցավոք սրտի առայժմ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա լուր չի, որովհետև վերանալով ներկայիս քաղաքական միջազգային հարաբերություններից, մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակ է նայել, որովհետև հայրենական մեծ պատերազմին եւ ընդհանրապես երկրորդ աշխարհամարտին տարբեր երկրներիով հայ ժողովուրդը անվերապահ մասնակցություն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմին եւ ֆաշիզմի ջախջախման այդ գործողություններին։ Եվ այդ առումով այսպես բարբերաբար խռովկան, չխռովկան վերաբերմունքով բնականաբար վնասում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Կհիշեք, օրերս ոչ պաշտոնական իշխանական ռեսուրսով քարոզարշավին գյուղերից մեկ ասաց լավ գազ տվեցիր Պուտինին, ակամա այդ պահին մտքումս ուրիշ բան եկավ, այդ գազ տալով ոգևորվելու հետևանքը նույն գազով բոլոր մեր հայրենակիցների վրա է տարածվել։ Եվ ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ խոշոր տերությունների հետ այդպես մանր անչափահաս երեխայի նման չեն վարում։ Պարոն Մանուկյան, երեկ նաև Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Վեդու աղմկահարույց դեպքին եւ նշեց, որ դա բացահայտվել է իրավապահների կողմից, նաև ասաց, որ իրավապահ համակարգից լրագրողներին ինֆորմացիա տալու հետ կապված կա քրեական վարույթ եւ ասաց, որ աշխատակիցներ կազատվեն եւ ասաց, որ նաև ազատվել են։ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո երեկոյան հայտնի դարձավ, որ իսկապես կառույցից ազատվել են աշխատակիցներ, ոստիկան եւ նաեւ քննչական կոմիտեից կխնդրեմ դուք որպես այսպես ասած մամուլի մարդ ասեք ընդունված պրակտիկա է որ օրինակ իրավապահ համակարգից կարող են լրագրողներին տալ ինֆորմացիաներ եւ նաեւ ինչպես կգնահատեք Փաշինյանի այդ հայտարարությունը որ ինֆորմացիա տալու համար կա հարուցված քրեական գործ Վեդին մի քիչ շատ ավելի ծանր թեմա է եւ մի քանի շերտ է պարունակում Շերտ համար 1, որ բացահայտում է, որ մեր հասարակությունում ցավոք սրտի կան նման այլանդակություններ։ Եվ հասարակության խնդիրն է այդ քաղցկեղը, այդ խոցը մեր հասարակությունից վերացնել։ Երկրորդ շերտ Վեդու դեպքերը ցույց տվեցին,
որ իրավապահ համակարգը միշտ չի որ adekvat է, իրավապահ համակարգը ամբողջությամբ լծված է քաղաքական հետապնդումներին եւ կեղծ շինծու մեղադրանքներով ինքը հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցների կարող է քրեական հետապնդման ենթարկել, բայց այնտեղ որտեղ կա իրական քրեական, այն էլ այլանդակ քրեական դեպք, ամիսներով կարող է այդ հարցով որը մատը մատին չխփել։ Անցնող 2 օրերին ազգային ժողովում գլխավոր դատախազ, քննչական ծառայության պետ, քրտինքը ճակատներին փորձում էին հիմնավորել, որ քննչական գործողություններն արվել են, աշխատել են, արդարացնում էին իրենց ամբողջ համակարգը, մինչև երեկոյան հայտնի դարձավ մարզի դատախազ, ոստիկանության ռեգիոնալ վարչության պետ, քննչական ծառայության պետ, բաժնի պետեր, բոլորին շղկալով պաշտոններից ազատել են, որը խոսում է մի բանի մասին, որ նրանք թերացել են, իրոք թերացել են, կամ Նիկոլ Փաշինյանի կամակորությունն է, ես ավելի շատ ենթադրում եմ, որ իրականում թերացել են, իրականում հանցավոր անփութություն են դրսևորել, բայց դրա համար նրանք երբեք իրենց շեֆերի կողմից պատասխանատվությանի չէին ենթարկվի, որտեղ ծառայող մարդիկ են եղել, երեք հայտնի դարձավ, որ քննչական ծառայության պետը Արմեն Աշոտյանի գործով, այդ քաղաքական հետապնդման գործով եղել է քրեական գործկարողը, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանը, ինչպես պարբերաբար է լինում, անհավասարակշիռ կեցվածքով զոհեր է պահանջում։ Եվ ող անեն ականջներին բոլորը, քննիչ, ոստիկան, դատախազ, բոլորը, իրենք բոլորը, նույն ազգային ժողովի ամբիոնից ասել եմ բոլոր այդ ծառայությունների ղեկավարներին, բոլորը Նիկոլ Փաշինյանի կամակորության հետևանքով, ինչպես ասել եմ ազգային ժողովի ամբիոնից, պրոպկի պես թռնելու են։ Բայց նաև այստեղ կա Փաշինյանական ինքնապաշտպանական են հոտառություն բնազդը։ Հասկացա, որ հասարակության մեջ էլեկտրականացված մթնոլորտ է, որոշեց, որ զոհաբերումներ պետք է անի։ Բայց դա ասես իրենց այսպես ասած անգործության հետևանքով էր, թե լրագրողներին ինֆորմացիա տալու համար։ Գիտեք, իրականում այն ամբողջ հետաքննական այսպես տաժանակիր գործը, որ Սյուզիներ անում, եւ շնորհակալություն փաստաբաններին, եւ Լուսինեին Մարտիրոսյան եւ Վարդուհուն, հասարակության իրենք շատ ավելի, այսպես ասեմ, հայտնի դարձած եւ տարիներ շարունակ մեր քաղաքական հետապնդման ենթարկվող հայրենակիցների շահերը պաշտպանել են շատ շատերի, բայց Լուսինեն եւ Վարդուհին շատ ավելի այսպես որպես կին, որպես մայր ավելի հայտնի դարձան 18-ամյա Դավիթ Մինասյանի ձերբակալման օրերին, երբ որ ուղղակի մորից ավելի մայր լինելով Դավիթի կողքին էին, ուղղակի տեղեկատվության արտահոս չեմ կարծում իրավապահների կողմից է։ Նիկոլ Փաշինյանը դրանց հեռացրեց, բոլորին պաշտոնազրկեց մեկ բանի համար, հասարակության մեջ այս էլեկտրականացված վիճակը մեղմելու համար։ Եվ վերջում մեկ հարց տամ, ինչպես կարձագանքեք Փաշինյանի այն հայտարարություններին, երեկ էլ եւս մեկ անգամ ասած ճեպադրություն, որ մեջբերեմ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, այդ թվում Հայաստան դաշինքը, չի անցնելու հաջորդ խորհրդարան։ Գիտեք, ափսոս է մեր ժամանակը այդքան Փաշինյան ասելու։ Անցել է ժամանակը Փաշինյանը, դրա համար եկեք զեղչենք այլևս իր անուն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, որտեղ վստահ եմ, որ դրանից հետո զեղչվել է Բաքու էլ, չգիտեմ, կգնա արդեն որպես մասնավոր անձ թե չէ, բայց վստահ եմ, որպես Հայաստան ներկայացնող չգնա։ Միջած, քանի որ ուղիղ եթերում ենք, երեք ազգային ժողովում հաշվետվություններ ներկայացնում քննչական ծառայության պետ Արթուր Պողոսյանը։ Եվ երեք ազգային ժողովում հարց պատասխանով մի քանի հարցերով պարզ դարձավ, որ Արթուր Պողոսյանը Հայաստանի Հանրապետության քննչական ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 1 տարի շարունակ խաբել են Հայաստանի բնակիչներին, 1 տարի շարունակ ստել են Բաքրատ Սրբազանի եւ 18 արդարների գործով, կեղծել են փաստերը, կեղծել են ամեն ինչ։ Արթուր Պողոսյանը իլուր ամբողջ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում նոյեմբեր ամսին հայտարարել է Բաքրատ Սրբազանի մասին, որ իր ձեռագրով կա աբեկտության ծրագիր։ Երեք հարցնում եմ Արթուր Պողոսյանի, իր ձեռագրով, որ ասում եք փորձաքննություն անցել է թե չէ, լրագրող եք առնվազն հայերենը դրա համար
տիրապետում եք հայերենին, ասեց իր ասելով ես ի նկատի չունեմ իրեր, այլ նկատի ունեմ խումբ։ Բացահայտվեց, որ Արթուր Պողոսյանը ՍՏԼ է, այսպես կեղծիքով Սրբազանը մնում է կալանքի տակ եւ 18 արդարների շատ-շատերը մնում են տնային կալանքի տակ, այդ թվում մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, իմ դաշնակցական երկար տարիների ընկեր Իգոր Սարգսյանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։